Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նամավարով։ Գազան այրվում է, Իսրայելի պաշտպանության բանակն էլ երկաթե բռունցքով հարվածում է ահաբեկչական ենթակառուցվածքներին, հայտարարել է պաշտպանության նախարար Իսրայել Կացը, նշելով, թե իսրայելական զորքերը քաջաբար պայքարում են պատանդների ազատ արձակման եւ Համասի պարտության պայմաններ ստեղծելու համար։ Իրավիճակը լարված է նաեւ ռուս-ուկրաինական ճակատում։ Ռուսական զորքերը գիշերը մոտ 1 տասնյակ հարված են հասցրել Զապորոժիեին, որի հետևանքով 1 մարդ զոհվել է, 13-ը վիրավորվել։ Ռուսական կողմը նաեւ հարձակվել է Պոլոգովսկի շրջանի վրա, որտեղ կա 1 զոհ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ գիշերը խոցվել է 87 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Երևանում է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությունը, որին ընդունել է Հայաստանի նախագահը։ Հանդիպանը քննարկվել են Հայաստանի եւ հարևան երկրների հարաբերություններին, նաեւ ներքաղաքական եւ ընդհանուր մթնոլորտին վերաբերող հարցեր։ ԵՊՀ-ն ամեն տարի իր ուսանողների եւ գործատուների համար կազմակերպում է էքսպո ցուցահանդեսներ, որոնք երկու կողմերի համար էլ նոր հնարավորություններ են ստեղծում հանդիպելու, քննարկելու եւ գործակցելու տարբեր ոլորտներում։ Այս անգամ նրանց համախմբել էր Բանուգործ ԵՊՀ Էքսպո 2025։ Վայոց ձորի Խաչիկ գյուղը սեպտեմբերի 20-ին կհյուրընկալի Գաթայի փառատոնը, որն անցկացվում է արդեն 9-րդ անգամ։ Միջոցառումը կնպաստի գյուղի սոցիալ-տնտեսական ակտիվության բարձրացմանը։ Այժմ այս ամենի մասին առավել հանգամանալից Գազան այրվումը Իսրայելի պաշտպանության բանակն երկաթե բռունցքով հարվածում է ահաբեկչական ենթակառուցվածքներին, հայտարարել է պաշտպանության նախարար Իսրայել Կացը, նշելով, թե իսրայելական զորքերը քաջաբար պայքարում են պատանդների ազատ արձակման եւ Համասի պարտության պայմաններ ստեղծելու համար։ Նա նաև նշել է, թե չեն նահանջի մինչև առաքելությունը չավարտվի, իսկ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը հերթական այցով Իսրայելում էր, զգուշացրել է, որ Համասը ընդամենը մի քանի օր ունի հրադադարի համաձայնագիրն ընդունելու համար։ Ի դեպ, չնայած ՄԱԿ-ի հետաքննող հանձնաժողովը եզրակացրել է, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացրել Գազայում, սակայն ՄԱԿ-ը դեռևս չի օգտագործել ցեղասպանություն տերմինը։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախապես չի տեղեկացրել իրեն Իսրայելի կողմից Քաթարում անցյալ շաբաթ իրականացված հարձակման մասին։ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ իրենք տեղեկացել են միայն այն ժամանակ, երբ հրթիռները օդում են եղել, ինչը Թրամփին հնարավորություն չի տվել հակադրվել հարվածին։ Նախորդ շաբաթ Իսրայելը ավիահարվածներ հասցրեց Քաթարի մայրաքաղաքում գտնվող շենքին, որտեղ խորհրդակցում էին պաղեստինյան Համասի քաղաքական ղեկավարները, սպանելով նրանցից 5-ին։ Իսրայելի պաշտպանության ուժերը ցամաքային հարձակում են սկսել Գազա քաղաքի վրա, այն գրավելու համար, հաղորդում է Axios-ը հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին։ Նշվում է, որ երկուշաբթի երեկոյան Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային ավիահարվածներ են հասցրել Գազա քաղաքի վրա։ Կարճ ժամանակ անց ըստ Գազայում պաղեստինյան մամուլի հաղորդագրությունների իսրայելական տանկերը մտել են քաղաք։ Axios-ի տվյալներով Իսրայելի հարձակումը սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի եւ նրա կաբինետի բարձրաստիճան անդամների հետ հանդիպումից մի քանի ժամ անց։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Երուսաղեմում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ամերիկան չունի ավելի լավ դաշնակից, քան Իսրայելը, իսկ Իսրայելը չունի ավելի լավ դաշնակից, քան Ամերիկան։ Պետքարտուղար Ռուբիոն էլ խոստացել է, որ Վաշինգտոնն անփոփոխ աջակցություն կցուցաբերի Իսրայելին Գազայում իր նպատակներին հասնելու համար։ Նա կոչ է արել ոչնչացնել Համասը։ Գազայի բնակիչներն արժանի են լավ ապագայի, բայց այն չի կարող գալ, քանի դեռ Համասը չի վերացվել։ Դուք կարող եք ապավինել մեր շարունակական աջակցությանը եւ հաջողության հասնելու մղմանը, ասել է Ռուբիոն։ Ռուբիոյի այցը հստակ ազդանշան է այն մասին, որ Ամերիկան աջակցում է Իսրայելին ահաբեկչության դեմ պայքարում, ասել է Նեթանյահուն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի իր գործողությունները տարածաշրջանում, ուստի անհրաժեշտ է տնտեսական սահմանափակումներ կիրառել այդ երկրի դեմ։ Նրա խոսքով այդ հնարավորությունն ունեն Արաբական երկրների լիգան եւ Իսլամական գործակցության կազմակերպությունը։ Մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերն Իսրայելի դեմ պատժամիջոցները խստացնելու համար։ Պետք է օգտագործենք միջազգային իրավական մեխանիզմներ Իսրայելի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար։ Իսրայելն առաջիկայում կանգ չի առնի առանց վճռական արձագանքի եւ պատժամիջոցների, այլ միայն կարագացնի իր օկուպացիայի եւ անկայունացման քաղաքականությունը։ Հարկավոր է հիմա ընդլայնել մեր գործակցությունը հաջորդ 10 տարիներին հաղթանակ տանելու համար, ասել է Էրդողանը Դոհայում կայացած Իսլամական գործակցության կազմակերպության եւ Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին։
Լեհաստանի պետական պաշտպանության ծառայությունը չեզոքացրել է կառավարական շենքերի վրայով թռչող անօդաչու թռչող ծառք, որը թռչում էր այդ թվում Պարկովա փողոցի եւ Բելվեդեր պալատի վրայով, հայտարարել է վարչապետ Դոնալդ Տուսկը։ Նա հավելել է, որ միջադեպի կապակցությամբ ձերբակալվել են Բելարուսի 2 քաղաքացի։ Ոստիկանությունը հետաքննում է միջադեպի հանգամանքները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանն իր տարածքում կործանել է ռուսական մի քանի անօդաչուներ, բանակը սա որակել է ագրեսիայի ակտ, որը իրական վտանգ է պարունակում ժողովրդի համար։ Daily Mail-ի փոխանցմամբ Չարլի Քրքի սպանության գործով մեղադրվող Թայլոր Ռոբինսոնի հայրը Մեթ Ռոբինսոնը 27 տարի ծառայել է ոստիկանությունում։ Նա հեռուստացույցով տեսել է որդու լուսանկարը որպես կասկածյալ, ինչից հետո Թայլորը ընդունել է իր մեղքը։ Մեթ Ռոբինսոնը պահանջել է, որ որդին հանձնվի ոստիկանությանը, դրա համար նա օգնության է կանչել ծանոթ մի հոգևորականի, ով էլ կապ է հաստատել հետաքննող մարմինների հետ։ Այսպես է Թայլորը հայտնվել իրավապահների ձեռքում։ Իրավիճակը լարված է նաև ռուս-ուկրաինական ճակատում, ռուսական զորքերը գիշերը մոտ 1 տասնյակ հարված են հասցրել Զապորոժիեին, որի հետևանքով 1 մարդ է զոհվել, 13-ը վիրավորվել։ Վիրավորների թվում կան 4 եւ 17 տարեկան 2 անչափահասներ։ Ըստ ազգային ոստիկանության քաղաքը ենթարկվել է հրթիռային եւ ավիառումբերի հարձակման, վրընկվել են հրդեհներ, կրակը կլանել է 3 բնակելի շենք։ Ռուսական կողմը նաև հարձակվել է Պոլոգովսկի շրջանի վրա, որտեղ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով կա 1 զոհ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ գիշերը խոցվել է 87 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին Տրամփին կոչ արել հստակ դիրքորոշում որդեգրել Ուկրաինայում պատերազմի եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ։ Ռուս-ուկրաինական պատերազմն նորորի ավելի է թեժանում։ Կողմերը հայտարարում են մի կողմից հաջողության, մյուս կողմից դիմադրության եւ գրոհների մասին։ Մինչդեռ բանակցային գործընթացից որևէ նշան չկա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ իրենց զինված ուժերն առաջխաղացում են գրանցել Զապորոժնիեի մարզում, ազատագրելով Օգովկո գյուղը։ Ոստոկ ռազմական խմբավորման ստորաբաժանումները ըստ ռուսական կողմի Դնեպրոպետրովսկի մարզում իրականացրած գործողությունների արդյունքում ոչնչացրել են ուկրաինական բանակի 4 բրիգադի մարտիկներին։ Նրանց հաղորդմամբ զոհվել է ավելի քան 200 ուկրաինացի զինծառայող, ոչնչացվել են տանկեր, զրահապատ մեքենաներ եւ զինամթերքի պահեստներ։ Ուկրաինական կողմը սակայն հայտնում է, որ ռուսական բանակի առաջխաղացումը կանգնեցվել է մի շարք ուղղություններով։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տեղեկություններով վերջին 1 օրում ճակատում տեղի է ունեցել 187 ռազմական բախում, որոնց արդյունքում որոշ հատվածներում հաջողվել է հետ մղել ռուսական զորքերը, չկրելով էական կորուստներ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ Սումմի շրջանում ուկրաինական ուժերն ունեն առաջխաղացում, մինչդեռ ռուսները փորձում են այդտեղ անվտանգության գոտի ստեղծել։ Ըստ ուկրաինական աղբյուրների, ռուսական կողմը Սումմի հատվածում կորցրել է շուրջ 2900 զինծառայող։ Միևնույն ժամանակ կողմերը շարունակում են անօդաչու թռչող սարքերի կիրառումը։ Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի Լենինգրադի մարզում գտնվող Գրիշի նավթավերամշակման գործարանին, որն ամենամեծերից մեկն է երկրում։ Ըստ Կիևի նման օբյեկտները ծառայում են պատերազմը ֆինանսավորելու նպատակին։ Հարվածներից հետո գործարանում տեղի է ունեցել պայթյուններ եւ հրդեհ է բռնկվել։ Ռուսական կողմը հաստատել է հրդեհի փաստը, հավելելով, որ այն մարվել է եւ զոհեր չկան։ Ի պատասխան ուկրաինական կողմը հաղորդում է, որ ռուսական հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է Խարկովում գտնվող դեղագործական համալսարանի շենքը։ Պատերազմը շարունակվում է լուրջ վտանգներ առաջացնել նաեւ խաղաղ բնակիչների համար։ Ռուսական Բելգորոդի մարզի Գոլովչինո գյուղում ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով զոհվել է 2 քաղաքացի, 3-ը վիրավորվել են։ Միջազգային քաղաքական հարթակներում նույնպես ակտիվ քննարկումներ են գնում պատերազմի հնարավոր ավարտի շուրջ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթոկ Բեսենթը հայտարարել է, որ հակամարտությունն ավարտելու համար Եվրոպան պետք է երկրորդական մաքսատուրքեր սահմանի ռուսական նավթի գնորդների նկատմամբ։ Նրա խոսքով նման քայլի դեպքում պատերազմը կարող է ավարտվել 60-ից 90 օրվա ընթացքում։ Բեսենթը նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել եվրոպական երկրների հետ, խստացնելու պատժամիջոցները ռուսական նավթային ընկերությունների դեմ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր հերթին ընդգծել է, որ նախագահ Թրամփը պատրաստ է շարունակել խաղաղ կարգավորման ջանքերը։ Նա կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է շարունակի միջնորդի դերը բանակցությունների միջոցով հասնելու ռազմական գործողությունների դադարեցմանը։ Ըստ Ռուբիոյի, Ուկրաինայի վերականգնման համար մի ամբողջ սերունդ է պահանջվելու եւ կարեւոր է հնարավորինս արագ խաղաղություն հաստատել։ Մինչեւ այդ մարտերը շարունակվում են առավել ինտենսիվ ուղղություններով Նովոպավլիկայում եւ Պոկրովսկում, որտեղ օրական հարյուրավոր զոհերի մասին են հայտնում երկու կողմերը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։
Անդրադառնանք ներհայաստանյան անցուդարձին Երևանում է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությունը, որին ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահը։ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը, ընդգծելով դրա նշանակությունը ոչ միայն ամերիկյան, այլև միջազգային հանրությանը Հայաստանի եւ մեր տարածաշրջանի մասին օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցելու գործում։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ հարևան երկրների հարաբերություններին, նաեւ ներքաղաքական եւ ընդհանուր մթնոլորտին վերաբերող հարցեր։ Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանն ընդունել է նաև անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա պատվիրակության անդամներին ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերն ու տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակման շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները, ընդգծելով կնքված համաձայնագրերի եւ ապաշրջափակման արդյունքում ստեղծվող տնտեսական լայն հնարավորությունները, նաև Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։ Պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել նպաստել Հայաստան-Միացյալ Նահանգներ երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Թուրքիան վերջին շաբաթներին թույլ չի տալիս ադրբեջանցի տաքսիստներին մուտք գործել Իգդիր, հայտնել է Open Kafkas Media-ն, վկայակոչելով Նախիջևանում գործող սոցիալական լրատվական էջերից մեկը։ Նշվում է, որ կանոնները խախտող վարորդներին տուգանում են, իսկ նրանց մեքենաները 15 օրով տեղափոխում տուգանային հրապարակ։ Ըստ հրապարակման վերջին օրերին Թուրքիայում նախիջևանցի տասնյակ տաքսիստներ ձերբակալվել են։ Վարորդները նշել են, որ թուրքական իշխանությունների որոշման պատճառը Իգդիր Դիլուջու անցակետի գոտում աշխատող միկրոավտոբուսների վարորդների բողոքն է։ Նրանք պահանջում են, որ ուղևորներին Մաքսակետից Թուրքիա տեղափոխեն թուրքական մեքենաները։ Ադրբեջանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։ Բաքվի դատարանում էլ շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության եւ այլ հայ գերիների դեմ հարուցված կեղծ գործերով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների դատական նիստի ժամանակ հայտարարվել է, որ մի շարք փաստաթղթեր կուսումնասիրվեն դրվագներով։ Իսկ ադրբեջանական բատում գտնվող Վիգեն Էլչեջյանը 36 օր առաջ հացադուլ էր հայտարարել եւ հարազատները նրա առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն չունեն։ Նրա արգենտինաբնակ փաստաբանը հայտնել է, որ չի կարող ոչ հաստատել, ոչ էլ հերքել տեղեկությունը, արդյոք Վիգենը դադարեցրել է հացադուլը։ Ադրբեջանը նախատեսում է 2026 թվականի համար ավելացնել պաշտպանության եւ անվտանգության ծախսերը։ Մասնավորապես գալիք տարում պաշտպանության եւ անվտանգության ծախսերը հնարավոր է, որ կազմեն ավելի քան 5 միլիարդ դոլար, ինչը մոտ 4%-ով ավելի է 25 թվականի կանխատեսումների համեմատ։ Հիշեցնենք, որ 2025 թվականի համար նախ որոշվել էր կրճատել ռազմական բյուջեն, սակայն հետո Ալիևը վերանայել է նախագիծը եւ որոշել զգալի ավելացնել ռազմական ծախսերը։ Այլ թեմաներ, Հայաստանի գլխավոր դրամատան որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը կմնա անփոփոխ 6.5%։ Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ֆինանսական շուկայի մասնակիցներն ակնկալում են, որ կենտրոնական բանկը միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 6.20%։ Այս մասով սակայն վերջնական որոշում դեռևս չկա։ Քննարկումները շարունակվում են, լրագրողների հետ հանդիպանը հայտարարել է կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նրա տեղեկացմամբ 2025 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունն ավելացել է, որին զգալիորեն նպաստել է հիմնականում շինարարության եւ ծառայությունների ոլորտում արձանագրված բարձր աճը։ Ինչ վերաբերում է սպառողական շուկայի գնաճին, ապա ըստ Գալստյանի ընթացիկ տարվա 12-ամսյա բնական գնաճը եւս ավելացել է, կազմելով 3.7%։ Այս ամենից զատ ԿԲ նախագահը լրագրողների հարցին պատասխան անդրադարձել է նաեւ Տրամպի ուղի նախագծին, մասնավորապես սույն նախագծի իրագործման համար ԱՄՆ-ն Հայաստանին առաջին տրանշով հատկացնելու է $145 միլիոն, որը սակայն Մարտին Գալստյանի համոզմամբ ընդհանուր առմամբ զգալի թիվ չէ եւ չի կարող էական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Տրամպի ուղու այդ ձեր նշած տրանշի վերաբերյալ ինքը իր ազդեցության չափով բավականին փոքր գումար եք նշում, այսինքն 140 միլիոնը Հայաստանի տնտեսության ներկայիս բանով կլանելու տեսանկյունից բավականին փոքր գումար է։ Իհարկե ընդհանուր պրոյեկտը պիտի նայենք, որ հասկանանք ինչա տեղի ունենալու, այդ միջոցները ինչի վրա են ծախսվելու։ Բայց ընդհանուր ուղերձը, որ նման նախաձեռնություն տեղի ունենում, ինքը դրական անցալվում շուկայի կողմից, այն առումով, որ հնարավոր է ապաշրջափակման վերաբերյալ որոշակի հետագայում նորություններ լինեն ու խաղաղության պայմանագիրը գարի վերջնական տրամաբանական ավարտին, որը էապես կբարելավի բիզնես միջավայրը նաև։ Շարունակում ենք թողարկումը Երևանի պետական համալսարանն ամեն տարի իր ուսանողների եւ գործատուների համար կազմակերպում է էքսպո ցուցահանդեսներ, որոնք երկու կողմերի համար էլ նոր հնարավորություններ են ստեղծում հանդիպելու, քննարկելու եւ գործակցելու տարբեր ոլորտներում։ Այս անգամ նրանց համախմբել էր Բանուգործ ԵՊՀ էքսպո 2025-ը։
Երևանի պետական համալսարանի ամբողջ տարածքում եռուզեռ է։ Մայրբոհում անցկացվում է Բանուգործ ԵՊՀ Էքսպո 2025 ցուցահանդեսը։ Նոր ուսումնական տարվա մեկնարկի եւ առաջին կուրսեցիների ընդունելության կապակցությամբ։ Այս էքսպոյով ցույց ենք տալիս մի շարք հնարավորություններ։ Հնարավորություններ ենք ցույց տալիս աշակերտների համար, որոնք կարող են ետնամասում ուրեմն Չարենցի կողմից ուրեմն Երևանի պետական համալսարանի բակում ծանոթանալ մեր կրթական ծրագրերին, կրթական հնարավորություններին։ Այստեղ արչևի մասում մենք տեսնում ենք գործատուներին, մոտ 50-ից ավել գործատուներ եւ պետական մարմինների ներկայացուցիչներ այսօր այստեղ են, որպեսզի մեր շրջանավարտները կամ ավարտական կուրսի ուսանողները տեսնեն այն հնարավորությունները աշխատանքի, որ նրանք կարող են ունենալ հետագայում եւ նաեւ այս մեծ հնարավորությունը նաեւ բիզնեսի համար, գործատուների համար, որպեսզի նրանք կարողանան շփվել ուսանողների հետ։ Կրթական կարիերայի տոնավաճառ ԵՊՀ վարչական ստորաբաժանումների ներկայացում, ցուցահանդես, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների բանախոսություններ, ինտերակտիվ վիկտորինա, աշակերտների համար քաստինգ եւ տոնական համերգ։ Լայնամասշտաբ այս միջոցառումը նպատակ ունի ներկայացնելու կրթական եւ աշխատանքային հնարավորություններ, ապահովելու արդյունավետ հաղորդակցություն գործատուների, շրջանավարտների եւ ուսանողների միջև, նաեւ համապարփակ թեմատիկ քննարկումների միջոցով վերհանելու կրթական համակարգի եւ գործատուների միջև առկա գործակցության առանձնահատկությունները, խնդիրներն ու զարգացման հեռանկարները։ Մեր գլխավոր նպատակն ու առաքելությունը հենց որակյալ կրթություն տրամադրելն է մեր ուսանողներին, իսկ արդեն գործատուներից եկող այսպես արձագանքների հիման վրա կարող եմ ասել, որ շատ գործատուներ բավականին գոհունակությամբ են նշում մեր շրջանավարտների որակը եւ կրթական եւ նաեւ հետազոտական մակարդակը, ինչը շատ կարեւոր է։ Ցուցահանդեսի ընթացքում ավելի քան 50 կազմակերպություններ ներկայացնում են իրենց թափուր հաստիկներն ու առաջարկվող հնարավորությունները։ Մեր տաղավարը ներկայացնում է ընդհանուր մեր ֆակուլտետը, բոլոր բաժինները, երկրաբանությունը, սերվիսը, աշխարհագրությունը, կադաստրը եւ քարտեզագրության բաժինը։ Այստեղ կոնկրետ մանրամասն ներկայացված են ամեն մի բաժնի գործառույթը ինչ-որ առումով եւ նաեւ ունենք այստեղ հատուկ ակնոցներ, VR ակնոցներ, որոնք տեղափոխում են ձեզ կոնկրետ ինչ-որ մի վայր, օրինակ, չգիտեմ, Քաջարյանի գործարանը, հետո այստեղ ունենք արշավական ակումբ, որը ներկայացնում են մեր մյուս երեխեքը, որը շատ հետաքրքիր է անցկացվում եւ հիմնականում ֆակուլտետը շատ է կազմակերպում արշավներ, այստեղ կադաստրը ներկայացնում է դրոնները, թե ինչպես են քարտեզագրում։ Այս դրոնը հիմնականում օգտագործվում է որպեսզի կադաստրային չափագրումներ անել, այսինքն կադաստրը երբ որ ավարտում են, մարդիկ սկսում են չափագրումներ, ինչ որ գրասենյակային աշխատանք եւ այլն, հիմնականում գյուղատնտեսության մեջ են այդ չափագրումներն անում, կամ ինչ որ տարածքներ չափելու համար, ու այս դրոնը 7000-ից 8000 մետր բարձրանում է երկինք, թռիչքի ժամանակը 55 րոպե, մաքսիմում 1 ժամ, ու այդ ընթացքում ինքը ընդհանուր չափագրումներ է անում, մենք այդ ընթացքում այդ բոլոր ինֆորմացիան հավաքում ենք, գծագրում, գրում եւ այլն, ու վերջում, երբ որ մեզ պետք է կոնկրետ տվյալներ, սրա միջոցով կարողանում ենք այդ կոնկրետ տվյալները հավաքել։ Էքսպոյի շրջանակում ուսանողներին հնարավորություն է ընձեռվում անմիջականորեն շփվելու հեղինակավոր գործատուների հետ, ստեղծելու կարևոր եւ օգտակար կապեր, ստանալու խորհրդատվություն, մասնակցելու տարբեր խաղերի եւ վիկտորինաների, ստանալով նվերներ եւ իհարկե գտնելու աշխատանք։ Մենք այստեղ շեշտը դնում ենք հիմնականում զբոսաշրջության եւ ծառայությունների ոլորտի վրա։ Ծառայությունների ոլորտում շեշտը դրվում է կառավարման, մարքեթինգային հմտությունների եւ այլ հմտությունների վրա, որոնք մեզ հնարավորություն կտան մարդկանց հետ ավելի լավ շփվել, ավելի լավ հասկանալ իրենց պահանջմունքները եւ փորձել դրանք ամեն կերպ բավարարել։ Ինչպես նաեւ туриզմ բաժնում մենք ունենք միջազգային կապեր շատ համալսարանների հետ, միշագերմանական համալսարանների հետ, ինչպես նաեւ տեղական կապեր ունենք այստեղ մեր շրջանավարտների հետ, ովքեր բավականին լավ հաջողությունների են հասել։ Իդեպ Երևանի պետական համալսարանն այս տարի դիմորդների պահանջված քանակի խնդիր չի ունեցել։ Նույնիսկ այն բաժինները, որոնք սովորաբար թափուր տեղեր էին ունենում, այս տարի արդեն չունեն։ Դիմելությունը բավականին բարձր է եղել, գիտեք, սովորաբար Երևանի պետական համալսարան են դիմում ամբողջ Հայաստանի բուհի շրջանավարտների մոտ 30%-ը, սա կայուն ցուցանիշ է տարիներ շարունակ։ Այս տարի մենք թափուր տեղեր չենք ունեցել Երևանի պետական համալսարանում, ինչը նաև պայմանավորված է մեր վարած քաղաքականությամբ, օրինակ տարիներ շարունակ որոշ մասնագիտություններով, որ մենք խնդիր էինք ունենում, այս տարի մենք նմանատիպ խնդիրներ չենք ունեցել։ Նշենք, որ Երևանի պետական համալսարանը հայաստանյան այն եզակի համալսարաններից է, որն ընդգրկվել է Times-ի ինդեքսավորման ցուցակում։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։
Վայոց ձորի Խաչիկ գյուղը սեպտեմբերի 20-ին կհյուրընկալի Գաթայի փառատոնը, որն անցկացվում է արդեն 9-րդ անգամ։ Միջոցառումը կմիավորի տեղական արտադրողներին, զբոսաշրջիկներին եւ մշակութային խմբերին, նպաստելով գյուղի սոցիալ-տնտեսական ակտիվության բարձրացմանը եւ սահմանամերձ բնակավայրի ճանաչելիության մեծացմանը։ Սեպտեմբերի 20-ին Վայոց ձորի Խաչիկ սահմանամերձ գյուղը կրկին կդառնա մշակութային եւ տուրիստական եռուզեռի կենտրոն, որտեղ կանցկացվի Գաթայի ավանդական դարձած 9-րդ փառատոնը։ Միջոցառումը, որն արդեն տարիներ շարունակ համախմբում է տեղի բնակիչներին, զբոսաշրջիկներին եւ ձեռներեցներին, խոստանում է լինել ոչ միայն համտեսի եւ խոհանոցային ստեղծագործության տոն, այլև մշակութային հարուստ ծրագիր։ Խաչիկի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը նշել է, որ Գաթայի փառատոնը սկսել է որպես գյուղական ընտանեկան միջոցառում 2014 թվականին, սակայն տարիների ընթացքում վերածվել է մեծ տոնակատարության։ Տարեստարի որոշել ենք մեծացնենք Գաթայի չափերը, անցած տարի ունեցել ենք 4,40 սանտիմետր, 4 մետր 40 սանտիմետր շարավողով Գաթա, այս տարի գաղտնիքը, պետք է այդ ժամանակ կբացահայտենք գաղտնիքը, ունենում ենք լավ հագեցած միջոցառում, ազգային երկպար, ունենում ենք տաղավարներ, որտեղ գյուղացին կարողանում է իր արտադրանքը, իր բերքը ցուցադրել, հյուրասիրել մեր հյուրերին, վաճառել։ Փառատոնը ունի ոչ միայն խոհարարական, այլև տնտեսական ու սոցիալ-մշակութային նշանակություն։ Տեղացիներին հնարավորություն է ընձեռվում ոչ միայն ներկայացնելու ու վաճառելու իրենց արտադրանքը, այլև պատվերներ ստանալու, իսկ որոշ դեպքերում նաև փոքր բիզնես հիմնելու, հենց Գաթայի միջոցով։ Փառատոնի համահիմնադիր Նունե Մանուկյանի խոսքով բոլոր գաթաներ արտադրողների այնտեղ մեր կանանց մոտ պիտակներ են կպցված լինելու եւ այնտեղ լինելու իրենց հեռախոսահամարը եւ հարգելի հայրենակիցներ, որևէ գաթան, երբ որ դուք հավանեք, դուք ունեք հնարավորություն նորից պատվիրեք եւ արդեն այդ կանայք կամաց-կամաց կունենան հետո իրենց փոքրիկ բիզնեսը։ Դրանով դուք իրենց կնպաստեք։ Այս տարվա ծրագիրը հատկապես հագեցած է երաժշտական հատվածով։ Փառատոնի հյուրերին կուրախացնեն Գուրգեն Դաբաղյանը, Ռուբեն Սասունցին, էթնոխմբեր, պարային համույթներ, նաև երիտասարդների սիրելի դիջեյների խմբերը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու նաև ձեռագործ եւ վարպետաց դասերին, կանցկացվեն գաթա պատրաստելու, գաթանախշիշների ստեղծման, կավագործության եւ այլ թեմատիկ վարպետաց դասեր։ Խոսելով համայնքի զարգացման մասին, Արենի համայնքապետարանի ներկայացուցիչ Գևորգ Սիմոնյանը շեշտել է, որ փառատոնը նպաստում է Խաչիկի ճանաչելիության բարձրացմանն ու զբոսաշրջային հոսքի աճին։ Խաչիկը մեր համայնքի համար եղել է առաջնահերթ խնդիր, ի սկզբանե խոշորացման առաջին օրվանից խնդիր է դրվել Գաթայի փառատոնը ել ավելի զարգացնելու, Խաչիկ համայնքը, Խաչիկ բնակավայրը ել ավելի բարեկեցիկ դարձնելու, զբոսաշրջությունը արդեն Արենիում մեծ թափով զարգանում է, Արենին ընդգրկված է կլաստերային զբոսաշրջային ուղղություններից մեկում եւ համաշխարհային բանկի կողմից, նաև կառավարության կողմից մեծ ներդրումներ են իրականացվելու եւ այն նման փառատոնները մենք հաստատ համոզված ենք, որ հետագայում խթան են հանդիսանալու туриզմի մեծ զարգացման, որովհետեւ բացի մեր պատմամշակութային ժառանգությունը տեսնելու, զբոսաշրջիկները նաև գաստրոտուրիզմի շատ կողմնակից են, շատ ցանկություն ունեն տեսնելու մեր խոհանոցը, մեր ազգային ու տեսնել Գաթան իհարկե անմասն չի մնում իր քաղցրությամբ, իր բազմազանությամբ։ Միջոցառումն անցկացնում է Արենի փառատոն հիմնադրամը, գործակցելով համայնքի եւ մի շարք այլ գործընկերների հետ։ Այս տարի սպասվում է ավելի քան 5000 այցելու, այդ թվում զբոսաշրջիկներ։ Փառատոնը կմեկնարկի ժամը 12-ին եւ կշարունակվի մինչեւ ուշ երեկո։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքանը ցտեսություն։